Դե ես կզարմանայի, որ դու ինչ-որ բան կամացաներ։ Ապա դե ինչ անեմ, մոռացել էի ձայնը անջատեի։ Անտերն են հենց բարձր է, կներես։ Նարը ես նորմալ ճանապարհեցիր։ Հա, վերջում ես սալյուտ խփեցի, հենց էլ ծափ էի տալի հետևներից։ Լեո, դու միշտ ես ես տափակ եղել, թե ես վերջերս մի բան եղել հետո։ Այ դառը կուտ քնի էլի, ճանապարհել եմ Նարենց, Նարեն կհասնի նորմալ տուն, մի անհանգստացի Նարեի մասին, հա? Նավ ես գնամ քեզ չխանգարեմ, քնի, երազիդ մեջ Նարեին տես, կակաչների վարդերով, սենց դաշտերով, բանով մանեք եք իրար հետ, ձեր բռնած նայեք մայրամուտին, այ, գնացի։ Լեո, փախար ստեղից։ Հա, փախնում եմ, հա, փախնում եմ։ Օ, Նարե։ Արա, ասացի ռադեղ էի։ Տեղերը խմելա, հացը կերելա, ամեն ինչ նորմալ է իմ էլ քնած ապապի։ Լավն է եղբորդ Լեո, մինչև կամ հասնեմ։ Հանգիստ եղի, լավ եմ նայում։ Դու ինձ ավել լավ ասա, դու երբ ես հետ գալիս։ Բան չմնաց ցավդ տանեմ։ Վաղը թատրոնում ժողով են դրել, բոլոր դերասանները գալու են։ Այդ ներկայացման մեջ զբաղված դերասանների չափսերն էլ վերցնեմ, վերջնական ընդհանուր հայտարարի կանք ու հետ գամ։ Ալո, Լեո։ Հերու ես մնում ինձնից, վերջ։ Անան սենց մի խոսա այդս։ Չեմ ուզում էլ ընդհանրապես խոսամ։ Բան է եղել։ Ով ես դու։ Ոնց կարաս այսքան անիմքնասեր լինես մանա։ Լեո, Նենց ես կորում դեմքդ չտենամ։ խնդրում եմ, թող խոսամ։ Ասում եմ սուս մնա։ Ու չքվի աչքիցս։ Գնա ստեղից։ Բարոզես։ Բարեձեզ։ Ներողություն ես պալատի հիվանդ Էռնամակունցին տեղափոխելու ուրիշ պալատ։ Էռնամակունցն ինքնական դուրս է եկել հիվանդանոցից։ Ասես չի ուզում մնալ։ Փորձեցինք համոզել, բայց մերժեց ու գնաց։ Իսկ ինչ որ մեկի հետ է գնացել։ Ոնց որ թե մենակ էր։ Ցավալը հետո ես զգալու հունա։ Այլ գոնե տենց մի ասա էլի ավում։ Ռոզի ու երեխուց տեղն ասա վերջի անգամ եմ հարցնում։
Ոնց եմ զզվում այդ վերջին անգամ եմ ասում արտահայտությունից։ Ինչի որ չասեցի։ Էլ չես հարցնելու։ Տես ինչ լավ է։ Ինձանից հումոր անել ես սովորել։ Այ, էլ ինչ անեմ քո համար ասա։ Այ ունան, 10-ով 0, դե հիմա բռնվի, ասում էի, չէ, կեզ մարմանդ եմ տանջելու, սկսեցինք։ Գրիշ, Ախ, հորոսավ։ Առաջի մի անգամ մտնեմ տուն, այս աստիճանների վրա չկայնստեն արա։ մոտ արի։ Խմած ես։ Չեմ ամջան։ Գրիշո խմած ես։ Ադե ցավտանամ։ Չխմած չափազանցնում ես խմած չեմ ինձ։ Լավ ես անում, խմի։ Խմած մեքենա վարի։ Մարդ գցի տակը։ Մեկի հետ կռի վրա, այդ մեկին կրակի։ Քեզ ազատ զգա տղես։ Լավ էլի այմամ, լավ էլի։ Թող, հա։ Լավ, թող։ Ոչ խիղճ ունեք, ոչ ամոթ։ Այն խեղճ մարդուն ինֆարկտի եք հասցնելու։ Անց սոված եմ ամենդ հաստի էլի։ Մտ հաս չես դնում տաղետ ուտի։ Տղես հեսա ծեծա ուտելու։ Ես գիտեմ իմ մեր անց խղճով կնի կայնց մատով չի կտնի։ Ցավել չես զգում։ Ամբեց անց սով եմ զգում։ Մտ հաստի էլի։ Հաց դիր եղբորը թող ուտի։ Ինչ ինքը չի կարում։ Լեա ջան ինչ կա ոնց ես։ Լավ, Գրիշ ջան, դու ոնց ես։ Լավ, բա հաց դնելուց ոնց ես քուրս։ Լավ չեմ, բայց մի կերպ կդնեմ։ Լեա։ Գրիշո գնա փոխվի, հա։ Ինչ եկել ես նոն-ստոպ խոսում ես գլուխներս տարար։ Այ մամ ջան, համբերի քերև չասա թող երկու բար խոսամ դա։ Հələ արի մոտիկ։ Չեմ կարա կամ գնում եմ կոմար հաց տնեմ։ Ոչինչ, արի հետո կգնաս։ Լավ։ Ով ճիշտ է դու քեզ շատ սխալ ես պահելի քեզ ժամանակ աղբորոդ հանդեպ, բայց ուսոր ասած ես քեզ ամենաշատն եմ սիրում այդ իմացի։ Սում տեսակ սիրառատ եմ էլի բոլորիդ հանդեպ։ Ոչինչ, դու քեզ շարունակի սենց պահել։ Հեսա որ պապան եկավ, քեզ սիրամար գա սարքելու։ Ուր էիր Գրիշո։ Հայրել ես տունն էի, պապ ջան։ Նորից եմ հարցնում Գրիշո, ուր էիր։ Բայց դու խմած ես արա։ Հետո մամ։ Ինչ ես ուզում տղա։ Ինձ նայ հելա։ Պապ ջան։ Եկեք կլի ես գնամ վերև, բան չեմ խոսա, կլի։ Անցի։ Աբես բետ պաչ եմ էլի հորս։ Քեզ պաչ տնեմ հերս։ Ավել բան չեմ ասում։ Գրիշո անցի վերև։ Արա լավ։ Սաղիդ հերթով պաչեցի, մեկդ մի լավ բան չասեց, սենց սլում ա։ Գնա վերև տղես, գնա։ Հաղը գնա, ցավդ տան, գնա վերև փոխվի, իջի ներքև, որ նոր սատկացնեմ քեզ։ Ախրայք պապ ջան, այս սատկացնելը դարել է ձեր ընտանեկան բիզնեսը, սենց կլինի։ Անցի վերև։ Ինչ ա եղել։ Հեռնան չկա։ Ոնց չկա։ Տենց, հիվանդանոցում չի։
Զանգել ես։ Որ ասեմ չէ կհավատաս։ Մի րոպե, բա ով կարա գնացած լինի։ Այդ օրը չի կարևոր բալեսել ում հետ։ Չէ, այսքանից հետո անհնար է։ Բա որ Բայց Ավոն երկրում չի, այդ մեկը բացառի։ լավ բա ուր կլինի։ Լեո, վերջ տուր այդ չլսնելու սովորությանը, թող խոսամ, ամբողջ քաղաքով հետևիցդ չեմ պտտվելու։ Մանան, քեզ չկա լսելու։ Գնա։ Չէ, Լեո, պիտի լսես։ Արա գնա, հերիքա հետևիցս պտտվես, գնա, կսպանեմ քեզ, հասկանում ես, գնա, դեմքը չեմ ուզում տենամ։ Բայց ինչ տականք ես, դու լուրջ եմ ասում։ Ես եմ տականք։ Այդ անասունը աղբորդ գլխին է կրակել, իսկ դու անիկ տասերի պես նստում ես իր ավտոն, որ ինչ, կամ ինչի է ինքը քեզ հիվանդանոց բերում։ Թող խոսամ կիմանաս։ Ասա, լսում եմ։ Ես ուղղակի իրան ասում էի, որ ինձնից հեռու մնար։ Լուրջ։ Դրա համար նստեցիր ավտոն։ Հիմա դու ես դեբիլ, թե փորձում ես ինձ դեբիլի տեղ դնես մանան։ Լուրջ եմ ասում, կմնաս ձեռիս տակ։ Հերիքա ինձ ես վիճակին հասցնես մանան։ Գնա, գնա ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես ապրի մանան։ Չքվի մեր կյանքից, հասկանում ես, քո ուղեղի մեջ թեփ է լցրած, մենք ինչ ասում ենք, քեզ չի ասնում։ Լեո, ճիշտն եմ ասում։ Քո բերանի մեջ ոչ մի ճիշտ բառ չկա։ Հիմա գնաս տեղից։ Լավ ես մտածել։ Դու պիտի մտածես, որովհետև այդ ֆունկցիան քո ուղեղում է պակասում։ Ու քեզ մի հատ անկեղծ բան ասեմ։ Ես անընդհատ հարցեր եմ տալիս, ինչի է այս պատիժը իմ քուրը։ Ու որ նա մեն դեմքից զզվելս է գալիս, սիրտս խառնում է։ Հիմա գնա։ Վերցրու, շատ, ես էլ ինձ, կոպտվի, պայման, հա, հիմա ոնց ես, լավ ես քեզ գում, դե մի քիչ թույլ եմ, բայց ոչինչ կանցնի,
Վիրահատվեցի, հիմա պետք է սպասենք հիստոլոգիայի պատասխաններին։ Ամեն բան լավ է լինելու, ես համոզված եմ։ Վախենում եմ, բայց ոչ թե ինձ համար, այլ Վովիս համար։ Մի վախեցիր, վախենալու ոչինչ չկա։ Հեշտ ես ասում։ Հեշտ չի, հասկանում եմ, բայց վախենալու պատճառ էլ չկա։ Դու ինքդ գիտես, որ Վովի համար ամենաթանկը դու ես։ Ուզում եմ 1000 աղբեր լինի։ Ման ինչ ա եղել։ Չեմ կարողանում ես էլ այս մարդկանց հետ նույն տանը ապրեմ, Լիլիթ, չեմ կարողանում։ Հանգիստ, լավ, հանգիստ։ Չեմ էլ կարողանում հանգստանամ, չեն թողնում։ Լսի, խնդրում եմ, արի գնանք տուն, հետո կհասկանաս ինչ ես անում։ Չէ, ներվերս չի երիքում, չեմ ուզում։ Լավ, արի գոնե գնանք մեր տուն։ Ես ինչ ա վիճակդ, ո՞նց ես սենց մնալու, ես քեզ ո՞նց թողնեմ։ Ուֆ, լավ է Լիլիթ։ Գնացինք, վերջ, վեր կաց։ Վեր կաց։ Մանան, գնացինք։ Անպայման ուզում եք այդ լակոտին սպանեմ, հա։ Համ ես հանգստանամ, համ էլ դուք։ Բարո, Դավոս։ Ոնց ես մեռնեմ կյանքիդ։ Ծանոթ ենք։ Բա հենց մենք ենք ծանոթ, այդ ցավդ տանեմ։ Քո դեմքից ծանոթ եմ, մենք հիվանդանոցում մի անգամ հանդիպել ենք, բայց չենք ծանոթացել։ Չէ, սխալվում ես։ Լավ, մի անգամից ասեմ, հոպարդ եմ։ Լավ։ Թե ասա ես ինչի եմ քեզ խնայում, արա։ Ինչի քեզ չեմ ուղարկում քո աղբոր մոտ։ Ինչ ա եղել։ Ինչ համար սեփական տան մեջ իրավունք չունի մտածելու։ Մարդիկ սովորաբար լուռ են մտածում։ Մարդիկ գլուխները պատին են տալիս։ Քո վիճակը հաստատ ինչ-որ բանով է պայմանավորված, թե չէ դու քեզ սենց չէիր պահի։ Ավոն Հայաստան եկել։ Ոնց։ Չասեցի, որ դրան երկրից հանել ես տվել։ Պարզվում է մարդը թքած ունի իմ խոսքի վրա։ Ինչի ա վերադարձել։ Այդ չգիտեմ։ Բայց եթե վերադարձել է, ուրեմն փորացավ ունի։ Լավ, ավոն արժանի չի, որ քեզ սենց տանջես։ Մենակ մի բանի համար ինչ չեմ ներում, որ դրան ժամանակին չեմ ուղարկել են աշխարհ։ Մի եղբայրը քիչ էր, ուզում ես մյուսի մահնել, խղճիտ ծանրանա։ Բացարձակ չի ծանրանա սրա մահը։ Սրան որ սատկացնեի ժամանակին, համ քուրս հանգիստ կապրեր, համ էլ մենք։ Դու ավոին շատ ես կարևորում, ըստ իս ինքը այդքան չկա։ Այդ ես դու ավոին չես ճանաչում։ Ավոյի ունակությունները չգիտես։ Ուրեմն ինքնատիրապետումդ մի կորցրու։ Քայլեր ձեռնարկի, որ հարցակման ժամանակ պատրաստ լինես։ Չես հասկանում, որ ինքը արդեն հարցակվել է, գործել է։ Էռնայի բացակայությունը նկատի ունես։ Առանց կասկածի։ Դա հաստատ Էռնային տարել է հետը։ Այ հիմա ամեն ինչ ընկավ իր տեղը։ Լավ, 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 Այդ
Կամաց լավ երեխեքը դուրս չգան։ Նախ աղջիկը թքած ունի, թե մեր տանն ինչա կատարվում։ Իսկ տղետը լենց ա խմած քնած, որ վաղը այս ժամին նոր կարտնանա։ Ուրիշ ավելի հիմար բան չկար ասելու։ Էդ ինչի։ Ձեր հոպարը լինելու մեջ վատ բան կա։ Եթե դու մեր հոպարն ես, ուրեմն բախտդ չի բերել, որովհետև մենք շատ երկար ենք սպասել մեր կորած հոպարի հայտնվելուն։ Փաստորեն, ձեր հոպարը կորած է, հա։ Սպասում եք հայտնվելուն։ Հա, կորածը գետնի տակ է անցել։ Ու եթե հանկարծ հետ եկավ, էլի հետ կուղարկեն գետնի տակ։ Այ ցավը տանեմ, դուք ես ինչ խառը ընտանեկան վիճակների մեջ եք։ Ես ուզում եմ ձեզ կարգին հոպար լինեմ։ Ուզածս էդ է, ուրիշ ոչ մի վատ բան։ Բայց ով ես դու, որ եկեն նստել ես դիմացս ու մտքերս խառնում ես։ Հարասատս, ցավը տանեմ, խառնվելու բան չկա։ Ես ինձ ձեր հոպարն եմ համարում, որովհետև ես ձեր թշնամու թշնամին եմ։ Չհասկացա։ Ես հունանին աչքով աչք տեսնել չեմ ուզում։ Ու գիտեմ, որ դուք էլ տանել չեք կարողանում։ Սխալվում ես։ Մենակ հունան ինչ է։ Լակոտին էլ հետ է։ Դե լակոտը ուրիշ թեմա է։ Ինչի նրան սիրող էլ կա։ Լավ, հիմա ինձ ասա ինչի ես եկել ու ուզածդ ինչա։ Այ բալաջան, պարզ չեմ խոսում, ցավը տանեմ։ Կամ էլ երևի վիրահատությունից հետո ինֆորմացիան դժվարս ընկալում։ Ոչինչ, չեմ զլանա, կկրկնեմ։ Ես ուզում եմ ձեր հոպարը լինեմ։ Հոպար լինելու համար պարտադիր չի արյունակից լինենք, կարանք նաև գաղափարակիցներ լինենք, համախոհներ լինենք։ Մենք նույն մարդու դեմ ենք կռիվ տալի։ Ու ես պատրաստ եմ ձեր կողքը լինեմ ու ձեզ օգնեմ։ Ու մի բան էլ ցավը տանեմ, իմ խոսքը գործ է, ես վերցրու։ Ու իմացի, որ 24/7 գրաֆիկով միշտ քո կողքն եմ։ Յուբոյ հարցով զանգում ես ու կապի մեջ։ Ինչի ես մտածում, որ քո օգնությունը մեզ պետք է։ Ցավը տանեմ։ Դուք դուխ ունեք, ես էլ փող ունեմ։ Այդ երկուսը կապցնում ենք իրար ու հունանին փռում ենք գետին։ Մեր ուզածը դա չի։ Հա, ինչ կասես։ Կասեմ, որ տարօրինակ առաջարկներ օտար մարդկանցից չեմ ընդունում։ Դա լավ, մի շտապի։ Շտապողը տղա չի ունենում։ Ու մի բան, ես պինդ պահի ցավը տանեմ ու կապով եղի։ Դու քեզ ընկերուհուս ներկայությամբ շատ վատ պահեցիր։ Ինձ դուր չեկավ այն ինչ որ լսեցի։ Իսկ ինչ լսեցիր, որ հերթական անգամ խոսում էինք քո ընտրությունից։ Այո, ես վախեր ունեմ ու դա չեմ թաքցնում։ Դու խոսում էիր եղբորից։ Հա։ Մտածում եմ, եթե մենակ ես մեծացել, միգուցե ցանկություն առաջանա քեզ մոտ եղբորդ ճանաչելու, ընդունելու ու դրանից հետո ինձ մենակ թողնելու։ Մենակ մնալու մասին մի խոսա։ Մենք արդեն դա քննարկել ենք։ Ուրեմն արի էլ չշարունակենք։ Ես չեմ շարունակում, բայց ներողություն արտահայտությանս համար դու ես պատերի տակ խոսում։ Ուստ այդ խոսակցության իմացա, որ ես եղբայր ունեմ։ Իհարկե կներես, պատերի տակ նախ ես չեմ խոսում, ես իմ տանն եմ, եւ հետո արի չմոռանանք, որ դու ես հրաժարվել քո ընտանիքի մասին ինֆորմացիա ստանալուց։ Ինչի հիմա որ ցանկություն ունենամ, ինֆորմացիա չես տալու։ Այդ պահին պատրաստ էի քեզ ասելու, իսկ հիմա այդքան էլ չէ։ Ինչի ցանկություն ունես ինչ-որ բան իմանալու։ Այս պահին ոչ։ Բայց ես էլ վստահ չեմ, որ մի օր իմ մեջ ցանկություն չի արթնանա իմանալու։ Մի հատ չես ասի, չէ՞։ Սուրճ տնեմ, խմենք իրար հետ։
ճակատիս սրճեփագրած։ Ինչի՞։ Որովհետև մեր տանը անընդհատ սուրճ է փողի դերում ես էի, հիմա էլի նույն գործը ինձ ես տալիս։ Հոգնեցի էլի։ Այ մանան, ինչ բարդ է քո հետ։ Բարդ չի։ Ուղղակի միշտ որ ճիշտն եմ ասում, դառնում եմ բոլորիդ աչքի փուշը։ Լավ, արի, ես կդնեմ։ Մեկա դու անհույս ես։ Ինչի ես զանգել։ Զանգել ես որ ձեռ առնես։ Աղջիկ ջան, մեծ բարերիդ ուշադիր եղի։ Հո միշտ չեմ հետդ բարի լինելու հանդուրժող։ Լսի, ես քեզնից չեմ վախենում, քո պատճառով էլի փողոցում հայտնվեցի։ Ոնց։ Փողոցն ես հիմա։ Չէ, ընկերուս տանն եմ, որովհետև Լեոն տեսավ մեզ ու մտածեց, որ մենք էլի միասին ենք ու դրա համար ենք հանդիպել։ Հանչի չենք հանդիպել։ Հա, չենք հանդիպել։ Մոռացար, որ դու հետևիցս եկար ու ինձ տիպողաբար նստացիր մեքենատ, հետո էլ ինձ հիվանդանոց տարար։ Արդյունքում Լեոն տեսավ ու հիմա մտածում է, որ ես դավաճան եմ։ Բայց ես իրանց երբեք չեմ դավաճանի ու հետդ չեմ լինի։ Մեկը առանց ինձ դու կյանք չունես։ Ես այսօր դրանում նորից համոզվել եմ սիրելիս։ Աղվոս Սարգսյան։ Նույն անուն հասկանունը, բայց ցնցուկատիպություն ոնց կարա լինի։ Ով ուզում ես եղի, դու այդքան չկաս, որ մեզ օգտագործես լինես։ Ոչ մի ձև ինձ դուր չեկար, հակակրանք առաջացնող կերպար ես։ Զանգել ես ազատվել ես, շնորհավոր ես։ Լսի արա, դու դասեր չես քաղում։ Ես ինչ վատ ես սկսել ապեր։ Հիմա որ դեմդ կանգնած լինեի, տայք հիտ բերանդ ջարդեի, տնեցիքով վազելու եք բողոքվեի, կտենց չի։ Հասցնում եք էլի մարդուն ու զորով չի։ Եթե լը հարց է, ով ում հասցնում։ Ցինիկ դեմքդ վերցնում ես ու գալիս ես հետս հանդիպման։ Վստահ ես։ Հա։ Շատ լավ է։ Մենսա ինձ էլ էր պետք է ստենալ, թե չէ դու ով դարարարա, որ մանանից դուրս ես շփորտում տնից։ Ֆեդերացիա չհասած լքված տարածք կա։ Մի ժամից այնտեղ լինես արա։ Ինձ կսատկացնի քեզ մանան։ Ինքնասերի մեկը։ Ոնց աներոջս թակավոր տղեն։ Ուր ես արա։ Էդ ինչի կարոտել ես ցավը տանը։ Քեզ չի ասել ռադատ քաշ ես երկրից։ Չիլնում, ապեր չիլնում չեմ կարող, ինչքան ուզում եմ չիլնում։ Որտեղ իմ հարազատները, այնտեղ եւ ես։ Քուրս ուր արա։ Շատ ես նեղվել ցավը տանը։ Ես էլ անհանգիստ էի։ Ուզում էի իմանայի ոնց է զգացումն առանց քույրիկի։ Այս անգամ որ ընկել ես ձեռս, էլ շանս չես ունենալու, ուղարկելու եմ են աշխարհ քեզ ավո։ Ես հեչ այդ կարծիքին չեմ, Հունան ջան։ Ուրա քուրս արա։ Հիվանդանոցից ուր ես տարել իրան։ Էդն ես քեզ թվում է, մենակ դու կարաս կինո երեխա գողանաս տանես պահես, հա։ Երդվում եմ, նույնիսկ մի մատ երեխուց չեմ խնայի։ Եթե չասես ուր ես տարել քրոջս։ Դե լավ, հա, հերիքա Հունան, ահ չտաս։ Ես արդեն թքած ունեմ քո ասածների վրա։ Հետո քրոջդ ես չեմ տարել, ինքն է եկել, որովհետև ինքը իմ համար խելագարվում է։ Այս աշխարհում ինքը մենակ իմ համար է ապրում ու ինձնով է ապրում։ Ու դու իմացի մի բան, որ դու երբեք չես կարող գրավես այն տեղը քրոջդ կյանքում, որը որ ավոն ունի։
ես չէի ուզում։ Դու ստիպեցիր Գրիշը։ Հաջա։ Հոգնած չէիր։ Չէ, ախպերս, ասա ինչ կա, ոնց ես։ Կարաս գաս հիվանդանոց, գործ կա շտապ։ Ինչ ա եղել, ված չես գում քեզ դավ, չխափես հանգարց։ Չէ, Լեո, ասում եմ շատ կարևոր խոսակցություն կա։ Կլինի վաղը գամ խոսանք։ Այդ ինչ կա, որ չես գալիս։ Ես քեզ կանչեմ ու դու մերժես։ Ինչ ա եղել։ Դավս ոչ մի բան չի եղել։ Խափում ես։ Ասում եմ արի հիվանդանոց, կարևոր խոսալու բան կա։ Այն մակունցի փեսու հետ կապված։ Դրա հետ կապված ինչ կա։ Արա դե արի կիմանաս։ Դավ թող մնա վաղը կգամ, էլի կարևոր հանդիպում ունեմ։ Հետո դուրս կգաս, հա։ Համել կիմանամ ուր ես գնում, նոր կգնաս։ Դու ինձ անիմաստ ինչ որ հանդիպան համար չեր մերժի։ Դավս կարևոր գործ է, էլի։ Լեո, իմն էլ է կարևոր։ Հիմա ինձ պետք է որ գաս։ Մարդուն իր ընտանիքից կտրելով դու իրան իր արմատից ես կտրում։ Իսկ այդ դեպքում արմատը չորանում է։ Իսկ այդ դեպքում էլ փոթորիկներին չես կարա դիմանաս։ Խելացի պատասխան էր։ Բայց մի շատ կարևոր նրբություն կա, որ քո թվարկածներին պակասում է։ Այդտեղ առողջ արմատ է պետք։ Իսկ քո արմատը լեա, մինչև վերջ փթած է։ Լավ պտուղներ տալու մասին հույսեր փայփայելը անիմաստ է։ Գուցե։ Հուսամ ընտանիքդ կգնա ատես քայլդ։ Մնաս բարի։ Ինչ ես ուզում դու քո կյանքից Լեա։ Լինել ընտանիքիդ նվիրված, բայց դժբախտ։ Թե գնալ երջանկությանդ հետևից ու համարվել ընտանիքի դավաճան։ Վերանայի ընտրությունդ Լեա, որ հետո չզղջաս։ Այսօր Քնած չես, բաբջան։ մեր միջից քնած դու պետք է լինեիր։ Ուզում եմ հայտնեմ մի քիչ մաքրոթի։ Գնա քո սենյակ, պատուհանդ բացի ու մաքրոթ շնչի։ Ու մաքրոթին էլ քնի։ Դες չի լի, բաբ։ Կլինի։ Չեմ հասկանում, այս տան մեջ բռնավոր ենք։ Անցար վերև։ Գերի ենք ընկերա։ Էլ մի փնփնթա։ Արամ 24 ժամ հետևում ես Գրիշին։ Հասկանում ես ուրա գնում, ում հետ է շփվում, ում է հանդիպում։ Ալո։ Անուշա քնած էիր։ Հա, բա ինչ էի պապի բան ա եղել, որ այս ժամին զանգել ես։ Որ անկեղծ լինեմ մտածում էի հիվանդանոցում ես եղբայրներիդ հետ։ Հա, հիվանդանոցում եղել եմ, բայց հիմա տանն եմ։ Ու դու խոսացել ես, հա, իրանց հետ։
չեմ խոսել, բայց անպայման կզանգեմ։ Չէ, պապի էլ ինչ իմաստ ունի, թող քնեն։ Կարող է բողոքել են, որ շատ եմ զանգում։ Եթե անկեղծ լինեմ, հա, պապի, նեղվում են ճիշտ ասած, որ ուշ ես զանգում, բայց շատը քո մասին են, մտածում, որ ժամանակին չես քնում։ Ձեզանից հեռու իմ քունը ասատանում է։ Վայ, պապի ջան, ոնց եմ նայելու աչքերիդ, երբ գաս ու իմանաս ինչ ա եղել իրականում։ Սամասունը մտածելու վախեցա չգնացի։ Ալո։ Մի խոսքով կարճ եմ ասում, այսօր չիլում հանդիպել։ Գործեր ունեմ։ Դե ուրեմն սրանից հետո գործերը տենց կարգավորի, որ իմ ու քո հանդիպմանը չխանգարի արա։ Խիտս կարոտը խեղդում, հա։ Չասեմ ինչն է խեղդում։ Սովարա։ Տեսը մանանը չլներ նորոյի, արա քեզ թաղ է։ Կասես ուր էր ուզում գնայր։ Դավ ջան, իմ աստեղ եմ։ Ասա տեսնեմ ինչ ա եղել, որ սենց արագ կանչեցիր։ Որ հարցիս պատասխանես, կանցնենք առաջ։ Ախպերս կլինի չֆիքսվես, ասես ինչ ա եղել։ Դու գիտես, որ ես չեմ սիրում, որ ինձ խաբում ես։ Ապա ես քեզ կյանքում խաբած չկամ։ Հենց հիմա կանգնել ես դեմս ու խաբում ես ինձ։ Մենք մեծ բաց թողում ենք ունեցել Մանանի դեպքում։ Կարաս էլ շարունակես։ Արդեն պարզ է ինչ ա եղել։ Այլեն թուլի հետ, հա։ Ես էլ առանց լսելու փողոց եմ շպրտել, որովհետև լսելու ցանկություն էլ չունեմ։ Լեո, ինչ ուզում ա լիներ, պետքա դուրս չհաներ իրան տնից։ Հիմա ուր է, ինչ վիճակում է։ Դավը ախպերական մի անհանգստացի Մանանի համար։ Ինքը կորող պտուղը չի։ Դու ավելի լավ ասա, հասկանամ ինչի համար սենց արագ կանչեցիր։ Որ ասեմ ով էր եկել ու ինչ էր ինձ առաջարկում, չես հավատա։ Սարգսյան Ավոն։ Մանանի պես են։ Մեր հոպարը։ Ինչ ես խոսում, ապա ինչ հոպար։ Դե ամենայն դեպս ինքը տենց ասեց, տենց ներկայացավ։ Իր անուն ազգանունը են մեր կորած մոլորած հորողբոր հետ համապատասխանում է։ Դա մտա հասկացի ինչ ես խոսում։ Դու հիմա հանգստացի, որովհետև այդ նույն անուն ազգանունը կարա զուգատիպություն լինի։ Բայց ինչի էր եկել։ Ուզում ա որ աներձակի դեմ իրար հետ համագործակցենք։